ամբողջ պետությունը ընկած պետական դավաճան է մանգարից չի գտնում, ընկնում է մի հատ աղջկա է գտնում, ասենք մի երկու զինվորական, բայց տեղը տենց էլ չեն գտնում էլ այդ պետական դավաճանին։ Հիմա լավ գնանք տնային կալանքներին, այս համատարած քաղբանտարկյալի կարգավիճակը, համատարած տնային կալանք տալը, իր տրամաբանությունը կբացատրեք իրավաբանության խորամանկության տեսանկյունից։ Ցանկացած խափանման միջոց, որը չէ, ծայրահեղության մասին չի խոսքը։ Առաջինը պարտադիր չի, որ եթե կա քրեական վարույթ, պետք է լինի խափանման միջոց։ Խափանման միջոցը պետք է ծառայի որոշակի նպատակի, հա, եթե կալանք է, դա ծանր ծայրահեղ դեպքում է կիրառվում կալանքը որպես խափանման միջոց, դա նշանակում է, որ հստակ տեղեկություն կա, որ անձը կարող է խուսափել փախնել կամ խոչընդոտել կամ ազդել վկայի վրա, այդ խոչընդոտելու մեջ ազդել վկայի վրա, քննիչի վրա, դատավորի վրա, դատախազի վրա եւ այլն եւ այլն։ Այսպես պետք է վերլուծվի նոր, հենց այնպես չեն տալիս։ Միանշանակ Եվրոպական դատարանը 1000 անգամ ասել է, որ հոդվածի ծանրությունը, արարքի ծանրության աստիճանը չի կարող հիմք հանդիսանալ կալանավորելու համար։ Նույնիսկ սպանության գործով, եթե դատարանը տեսնում է, որ այս մարդը ոչ խուսափելու է, ոչ փախնելու է, ոչ էլ ազդեցություն կարող է ունենալ, նույնիսկ այդ ծայրահեղության դեպքում չի կարելի։ Ոչ պարտադիր չի, որ անձը լինի կալանքի տակ։ Իսկ կանանց այդպիսի պրակտիկա չկա։ Իսկ ազգային ժողովի նախագահի բան եմ ասում, ես հարցին եմ ուզում պատասխանեմ։ Ցավոք սրտի, ես դատավոր աշխատելու ժամանակ այդ խնդրին միշտ եղել է, միշտ դատախազությունը միշտ ուզեցել է, որ իր մեղադրյալը լինի կալանքի տակ, քննիչ ուզեցել է, որ քննիչները չէ, դատախազներն են ուզել հիմնականում, քննիչին ձեռ չի տալիս, որ իր կալանավորը, որ իր մեղադրյալը լինի կալանքի տակ, որովհետև նշանակում է պետք է գնա ամեն անգամ հարցաքննելուց պիտի գնա կալանավայր։ Քննիչին ձեռք է տալիս, որ քննիչին միշտ ձեռք է տալիս, քննիչին միշտ ձեռք է տալիս, որ զանգի մեղադրյալն 5 րոպե առաջ գա, կաբինետի առաջ նստի, 3 ժամ է սպասի, մինչև քննիչը բարեհաճի հարցաքննի կամ որևէ այլ դատավարական գործողություն իրականը, քննիչներին ձեռք չի տալիս։ Դա միշտ ուզեցել է դատախազությունը, միշտ ուզեցել է դատախազությունը, որ մեղադրյալը լինի կալանքի տակ, որովհետև դա հաշվետվություն է, դա տարեկան զեկույցում, ես զեկույցի ժամանակ ազգային ժողովում, դա իրանց աշխատանքի արդյունքն է եւ այլն եւ այլն։ Ցավոք սրտի նախկինում էլ է եղել, բայց այս աստիճանի չի եղել։ Խափանման միջոցը կիրառվում է որպես պատժամիջոց։ Հիմա համատարած։ Ուրիշ նպատակ ունի խափանման միջոցը։ Խափանման միջոցը ասում է, այ դու այս տարածքից դուրս չես գալիս, որովհետև հնարավոր է, օրինակ իմ վրա այսօր կա խափանման միջոց։ Ես խափանման միջոցի 1 տարի 6 ամիս ազատազրկման էի, չէ՞, ընթերցվել։ 1 տարի 6 ամիս ազատազրկման։ Բայց իմ խափանման միջոցը ստորագրություն չհեռանալու մասին։ Վիրավորական ինձ դա վիրավորում է այդ խափանման միջոցը։ Այսինքն մտածում եմ, որ ես կարող եմ փախնեմ Հայաստանից։ Մտածում եմ, որ ես կարող եմ խուսափեմ պատասխանատվություն։ Ես կռիվ եմ տալի ձեր հետ։ Ես օր եմ ման գալիս, ուզում եմ օր առաջ ազատվեմ այդ բանից։ Օր առաջ դատավարությունը տեղի ունենա, որ ես կարողանամ իմ դիրքորոշումը հայտնեմ, որ ես կարողանամ ցույց տամ ձեր չկայացածությունը, ձեր Սարքովի գործը ու կարծում եմ, որ ես կարող եմ ընդ որում այս ընթացքում ես 4 անգամ բացակայել եմ Հայաստանից, թույլ է տվել դատարանը բացակայել, բայց ամեն անգամ լոգիկան ո՞րն է։ Ամեն անգամ այդ խափանման նեղացնել, վիրավորել, նսեմացնել, մարդկանց պատժելու տրամաբանությունն է։ Որպեսզի ես կարողանամ ասել, որ իմ մեջքը վնասված է 2016 թվականին մի վթարից հետո, հեծանիվային վթարից հետո իմ ողնաշարի մի մասը տիտանային կարկասի մեջ է եւ ինձ մշտական բուժման կարիք ունեմ, վերահսկման կարիք ունեմ բժիշկների կողմից։ Ամեն անգամ գնալուց առաջ ես պետք է խնդրեմ, նսեմանամ, ասեմ, որ գնում եմ բուժվելու եւ այլն եւ այլն։ Ինձ թույլ կտան, թույլ չեն տա, ասենց այս վիրավորական խափանման։ Այս հաջորդ անգամ չենք թողի, եթե խելոք չունենա։ Լսի Մեսրոպին, Մեսրոպ Մանուկյանին են կոկտեյլ շփելու համար
տնային բան էին արել, սահմանափակել են, այդ խեղճ տղան չի կարողանում նույնիսկ իր ընտանիքի անդամին բժշկի տանի։ Այդտենց էլի բանանելով։ Լավ, հիմա այս տնային կալանքը հասկացանք եւ ընդհանրապես կալանքները հասկացանք։ Բայց այդ որ sense մի հատ տրյուկ են արել, մի հատ տանում են խիստ։ Նախ մերոցից ում Ստանդարտ գիտենք, որը մի հատ դաժե զանգագարից հասկանում ենք տարել են կալանավայր, արդեն դաժե գիտենք որ դատարանում, որ դատավոր, ինչ արագությամբ։ Մենք այդ գիտենք թե քանի րոպեի մա վճռը գալ ու գիտենք միանգամից 2 ամսվա կալանքը հետից կա, հետո մի հատ 3 ամսվա հետաձգումը, անգիր գիտենք լրագրողները տեքստը պատրաստ պահում են, հենց հրապարակում, ինքը կարդում է, մենք հրապարակում ենք։ Հիմա այս ստանդարտներից sense անցումներ են անում, փուլային բանա, թերապիաներ է։ Մեկ էլ տնային կալանք, մենք էլ միամիտ ծափ ենք տալի, շնորհակալություն ենք հայտնում։ Բա վարչականին ինչքան ենք։ Հետո մի հատ է վարչականա գալիս։ Էդգար Ղազարյանն է շատ լավ ասում, այդ տնային կալանքով ոչ թե պատժում են այդ ոչ թե մեղադրյալին են պատժում, ընտանիքի անդամներին են ավելի շատ պատժում։ Մենք ծիծաղում ենք, բայց իրականում ողբերգությունը այս քանակությամբ ես վստահ եմ, որ այն շղթաները, որ ոտքին են չի հերիքում դրա համար շատ մի պահ գիտեք մի պահ չէին դնում որովհետև չկար չէր հերիքել բա հիմա իբրահիմ պատերազմ բարողների ոնց են բերել կա արդեն կա դեսը չնեղվես բերել են հա ես տեղյակ չեմ բերել են դե ցավոք մենք այդ բանում շատ ունենք չէ արդեն ընկերներ գիտենք էլի ինչ ժամանակահատվածով ընդ որում այդ էլա մոտեցումը մի հատ սկզբից բանտային կալանք ենք տալիս 2 ամսով պարտադիր որպեսզի փոխենք հետո տնային կալանքի ու այս մարդը գոհ լինի։ Իրականում այս մարդուն ոչ էներ հասնում։ Պարտադիր գրավով, պարտադիր գրավով։ Նարեկը։ Ասենք ինչի համար է գնացել նստել։ Աջապահյանը 2 տարի, ինչի համար։ Տնային կալանք են տվել, մարդը առաջնորդարան է գնում, ժողովուրդը մի ծափ է տալի, դիմավորում է, մենք ամաչում ենք, այդ մարդը պրոբացիայով գալիս մտնում է Իզմիլյան, դի պրոբացիան կանգնի, գնում ես, լսի դու գիտես ինչ տիպի էին հսկում այդ միջանցքը։ Բայց հսկում էին։ Հա, այդ միջանցքը օդը կանգնած էր, օդը տղաների վրա եմ զարմանում։ Աջապահյանին ինչ պետք է անել։ Չեն հասցնում պրոբացիայի։ Մի րոպե դուք մոռացել եք որ մարդը ոչ հաղորդություն էր ստանում, ոչ աղոթում էր։ Իրավունք չուներ հաղորդություն ստանալ։ Հայ Սուրբը մոտեցել է Հայ Սահակը, որտի հաղորդություն ինքը թույլ չտվեցին դուրը բացի հաղորդություն փոխանցի։ Բա մի հատ էլ առանձին հետո պատգամավորն է որ հիմա էլ քարոզչության հնարավորությունն են փակել, ասում են դու կարող ես։ Հələ մեծ խորաց եք էլի Նիկոլը թույլ տվեց, որ 8 ամիս կալանավայրում մնալուց հետո Աջապահյանը մասնակցի պատարակի, բայց պատարակ չանի, չմատուցի եւ քարոզչություն չանի, տեւ այդ մեխը այդ քարոզչության մեջ է։ Համել այդ պատարակի մեջ Արցախ բար կա, էս մի քիչ շատ չի։ Ախր իրանք էլ են կրակն ընկել։ Ում ձերբակալում են հոտը մեծանում է։ Ում տանում փագում են ավելի հայտնի է դառնում։ Շոր չեք զգում, որ աշխարհում է բան փոխվել։ Այսօր մի հատ հետարքի նորություն տեսա, որը որ ուղղակի շոկի մեջ ինձ սկսեց։ Նորից էլի Ամերիկա եմ ուզում գնամ, հա, ուղղակի օրինակը այնքան չի քաշում, իրականում մարդու իրավունքների բանը է դա, բաստիոնում։ Այսօր Մայամիում ինչ-որ տնտեսական համաժողովի ժամանակ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահան Սաուդյան Արաբիայի թագաժառանգին ասել է որ Մուհամմադ բին Սալման հա անունով թագաժառանգն է վարչապետն է այսպես ասած հայրը թագավորն է բայց ինքն է ղեկավարը այդ երկրի ինքն է գործադիր իշխանությունը որ հիմա 10-100 հնարավորություն տամ եթե չեք լսել այդ գույքը չեք գուշակի ինչ ասել է որ այդ Մուհամմադ բին Սալմանը պետք է իմ հետույքը համբյուրի ինչ եք ուզում բայց նույն ելույթի ժամանակ 5 րոպե հետո ասել է բայց լավ տղա է դե բայց գժերը մեր երկրում է դե գողանում են ասեն երկրի ղեկավարը կնոջ հետ մեր մոտ Արցախի ղեկավարության ինչ գժություն ասես կա տեսա կուկուրուզը значит նորմալ է Էփշտեյնի հետ հələ ցուցակը նայեք դրանց
Ել տեսեք ինչ է աշխարհում կատարվում։ Հա, բայց այդ աշխարհում մենք էլ կուլ կգնանք կվերանանք, եթե Ուղղակի դրա գիտեք մեջ խնդիրը որն է, որ այդ աշխարհում այդ որ մենք այդ այդ օրինակը աշխարհը մի վերում եմ, զզվելի է եղել, մենք ենք ուրիշ ձև եղել։ առաջ աշխարհի երկրագնդի վրա թիվ 1 Դե հիմա տնտեսությունն է, դու ես թիվ 1 զզվելի բանակն է, դարձել թիվ 1 դարձել քաղաքական համակարգն ունի, թիվ 1 դատական իշխանությունն ունի, ու իրան կարողանում է թույլ տա։ Մենք ինչով ենք դրանց նման, որ փորձում ենք նույնը կրկնել։